Կարող եք նստել Քրիստոս հարյավի մեռելոց կարող է եկեղեցին ասի օրհնյալ է հարությունը Քրիստոսի եթե կարելի է ոտքի վրա դարձյալ փառք ու պատիվ տանք նրան որ օրհնյալ է հարությունը Քրիստոսի ամեն հալելույա փառք ես Տեր անցած Կիրակի օրը մենք տոնեցինք Քրիստոսի հաղթական խոնար մուտքը դեպի Երուսաղեմ 5 շաբթի օրը դարձյալ եկեղեցին Քրիստոսի մարմինը մեկտեղ հավաքված հիշեցինք եւ վերապրեցինք Հիսուսի այն վերջի օրերի այն ընթրիքից սկսած դավաճանությունը նրա չարչարանքները նրա խաչը եւ նրա մահը այնքան հրաշալի էր եկեղեցին մեկտեղ էր հավաքվել եւ ունենում էինք հաղորդություն Քրիստոս Հիսուսի կոտրված մարմնի եւ թափված այդ սուրբ այրյան հետ դրանից հետո հաջորդեց ոտն լվան ուղակի ովքեր ներկա են եղել չնայած շատերն էին ներկա կարող են պարզապես վկայել եւ ասել օրհնյալ էր այդ օրը այդ ժամերը որ Տերը մեր մեջ էր որ Տերը մեր հետ էր որ Տերը փառավորվում էր ամեն ժամանակ ամեն Ես կխնդրեմ եթե կարելի է երիտասարդներին էլ ներս թող գան այդ դռները թող փակվի որպեսզի ոչ մի բան չխանգարի մեզ եթե կարելի է այդ դռները փակեք եւ ներս եկեք կենտրոնանանք Տիրոջ խոսքի վրա դրսում միջանցքում մի կանգնեք այսօրը սուրբ ամեն օրն է սուրբ բայց այսօրը այն օրն է որ ողջ մարդկության պատմությունը փոխվեց եւ պատվենք մեր Տիրոջը դրա համար այսօր աշխարհը կարող եմ ասել ողջ աշխարհը տոնում է զատիկը գեղեցիկ զարդարված սեղաններով գույնզգույն ձուերով ճուտիկներով տոնում են զատիկը բայց թույլ տվեք ձեզ մի կարևոր բան ասեմ հոգևոր աշխարհը Քրիստոսի հարությունով հարություն առած ժողովուրդը հոգևորները այդ օրը տոնում են պարզապես դատարկ գերեզմանի իրականության հաղթանակը կարող է եկեղեցին էլի դարձյալ ոտքի վրա եթե չալարենք փառք տանք Տիրոջը այդ դատարկ գերեզմանի համար երբևէ Աստծո ժողովուրդ լսած կաք որ որևէ մեռելի համար գերեզման բարո անեն երբևէ լսել եք գերեզմանը ուղակի ժամանակավոր բարո անեն ես երբևէ չեմ լսել նման բան բայց մեկը կար որ գերեզման երբեք չունեցավ ընդամենը օրերի համար բարո արեց գերեզման եւ դա մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր այսօր ժողովուրդը գնում են Երուսաղեմ Հիսուսի գերեզմանը տեսնելու բայց իրականում Հիսուսը գերեզման չունի Հիսուսը երկնքում հոր աջ կողմը նստած կենդանի է ինձանից ու քեզանից ավելի Հիսուսը մեռած չի Հիսուսը ոսկորներ չունի թողված այս երկրի վրա Հիսուսը ողջ մարմնով կենդանի հարություն առավ եւ հոր աջ կողմը նստած փառավորվում է Աստծո ժողովուրդ ուղակի հրաշալի է եւ ուղակի պարզապես կարելի է հիանանք այն Աստծով որ միակն է եւ իրական է բոլոր կրոնները ունեն աստվածներ փոքրատառով ճակերտավորած որոնց գերեզմանները կա եւ նրանց փտած ոսկորները այդ գերեզմաններում է բայց մեր Հիսուսը նույնիսկ նրա ոսկորները չկոտրեցին նա կենդանի Աստված է որը հարություն առավ եւ ողջ աշխարհը մինչեւ այսօր շոկի մեջ է ուր է նրա ոսկորները չկա որովհետեւ նա հարություն է առել եկեղեցի ձեր տեղը լեմ կկանգնեմ ու կցնծամ ու կթռվռամ Տիրոջ ներկայության մեջ ու փառք կտամ նրան որ մեր Աստվածը որի անունը Քրիստոս Հիսուս Աստված է որը սուրբ երրորդությունն է Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեկ Աստված կենդանի է երեք այսօր եւ հավիտյանս հավիտենից
Ամեն։ Փառքը քեզ Հայր, փառքը քեզ Սուրբ Աստված։ Պատմությունը ըստ Հովանես Առաքյալի ավետարանի այսպես էր։ Մի աշաբաթ օրներ, այսպես մի կիրակի օրեր արթնացել էին։ Դուք ուղղակի պատկերացրեք այդ վիճակը, այդ կարգավիճակը։ Նրանք 3 օր լացում են, տխուր են, վախենում են, շփոթված են, ուր է Հիսուսը։ Կարծում էին, որ հենց այդ առաջի գիշերը պետք է հարություն առնի եւ երևա։ Միգուցե ոմանք են մտածում են երկրորդ օրը գոնե կերևա, այս 3 օրվա ընթացքում պետք երևա։ Ուշադիր լսեք, սա կապ ունի այս օրերի հետ, այն ինչ որ մենք ենք այսօր ապրում։ Ոմանք կարծում էին հենց կիրակի օրը առավոտ կանուխ Հիսուսին տեսնելու են։ Ոչ, այդպես չէր։ Հիսուսը խոսք էր տվել նրանց 3-րդ օրը հարություն եմ առնելու։ Բայց ինչպես դա կատարվեց, թույլ տվեք ըստ Հովանես Առաքյալի ավետարանի լսենք ու հասկանանք խորհուրդը։ Կիրակի օրեր, առավոտ կանուխ էր, դեռ լույսը բացված չէր, եւ Մարիամը վազեց դեպի գերեզմանը Հիսուսին տեսնելու։ Եվ երբ որ նա գնում էր եւ մոտեցավ գերեզմանին, հանկարծ նկատեց, որ գերեզմանի վրայի քարը մեկ կողմ է գլորված եւ այդ քարը հսկայական քար էր, պատկերացեք, ժայռը փորած է եւ առջևում մեծ քար է դրված եւ այդ քարը մեկ կողմ է գլորված եւ մոտենալով գերեզմանին հանկարծ տեսավ գերեզմանը դատարկ։ Երբ նա դա տեսավ, վազելով հետ գնաց Պետրոսին եւ մեկ ուրիշ աշակերտի, ստեղ անունը չի շեշտվում, գնաց եւ վազելով նրանց ասաց, որ գնացի մոտեցա գերեզմանին, քարը մեկ կողմ գլորված, գերեզմանն է դատարկ էր, Հիսուսը մեջը չի։ Եվ հենց այդ պահին Պետրոսը, աշակերտը միասին բոլորով հետ գնացին գերեզման։ Երբ որ հասան գերեզմանի մոտ եւ ներս նայեցին, տեսան Հիսուսի մարմինը այնտեղ չէ։ Բայց այստեղ մի բան տեսան, որը կուզեմ շատ ուշադիր լսենք եւ հասկանանք սրա խորհուրդը։ Տեսան կտավները, այն կտավը, որով որ Հիսուսին փաթաթել էին նրա մարմինը, մեկ կողմ դրած է եւ տեսան գլխի վարշամակը Հիսուսի գեղեցիկ ծալած մեկ այլ կողմ է դրված։ Ես կուզեմ պատմությունը մի պահ այստեղ կանգ առնեմ, լավ։ Այս ամենը տեսնելով Պետրոսը եւ մյուս աշակերտը հետ գնացին տուն, բայց Մարիամը մնաց այնտեղ։ Լսեք։ Հարցում է առաջանում։ Ես երբ որ այս պատմությունը ընթերցում եմ ավետարանների մեջ, իմ մեջ շատ խորը հարցում առաջացավ հենց իմ նոր ժամանակ, նոր ապաշխարած ժամանակ։ Եվ ես սկսեցի ուսումնասիրել հրեական ավանդույթները, որպեսզի իմ համար խորը բացվի ինչն է պատճառը, որ Հիսուսի գլխի վարշամակը ծալած մեկ կողմ էր դրած, բայց այն առանձնացած տեսնում ենք կտավները մեկ կողմ է դրած։ Եվ ուսումնասիրելով պատասխանս հետևյալն է։ 3 օրինակներ վերցրեցի, որոնց մասին կուզեմ խոսենք եւ որը որ հոգին մեզ համար կբացի, մենք կգանք հենց այն հասկացողության, թե իրական խորհուրդը սրա որն էր, ամեն։ Ուրեմն առաջի բանը, որ մենք հասկանում ենք ըստ հրեական ավանդույթների, ունի տարբեր մեկնաբանություններ, բայց ըստ հրեական ավանդույթների, ծալած այդ վարշամակ, այսինքն երեսի կտորը, Հիսուսի երեսին կտոր էին գցել, ծալած այդ վարշամակը, որ մեկ կողմ էր դրված, նա ուղիղ կապ ունի այդ ծառայի եւ տիրոջ հետ։ Ինչի նկատի ունեմ, ըստ հրեաների ավանդույթի, երբ որ ծառան ճաշի սեղան է գցում եւ այնտեղ տեսնում ենք նա իր լավագույնն է անում, որպեսզի սեղանը կատարյալ կահավորված լինի, ինքը մեկ կողմ է քաշվում, որպեսզի տանտերը գա նստի իր հացը ուտի։ Եվ ինքը այդ ընթացքում, երբ որ տերը հացը ուտում է, ինքը աննկատ սպասում է ինչին, նշանին։ Նշանը որն է, այսինքն, երբ որ տանտերը նստում է հացը ուտում է,
վեր է կենում, իր ձեռքերը այդ վարշամակով սրբում է, իր բերանն է սրբում, իր մուրուկն է սրբում եւ այդ վարշամակը պարզապես նետում է սեղանին եւ հելնում է, նշանակում է, որ ծառան պետք է սեղանը հավաքի եւ մաքրի, պատրաստ է որ մաքրի։ Բայց եթե տանտերը վեր է կենում եւ այդ վարշամակը ծալած մեկ կողմ է դրած, դա մեկ բան է նշանակում, որ սեղանին մոտ չգաս, որտեվ հետ եմ վերադառնալու։ Հիսուսը հրյա մարդ էր եւ բաներ էր անում, որպիսի նախազգուշացում, ինչ որ մի նշաններ տար, հասկացեք ինչ է խորհուրդը այս ամենի, ամեն։ Եվ այստեղ մենք ինչ ենք հասկանում, այդ ծալած վարշամակը նշանակում է ես վերադառնալու եմ։ Մեկ ուրիշ օրինակի մեջ ես առա այս օրինակը, որ ծալած վարշամակը, այդ կտորը ապացույցն է նաև, որ Հիսուսի մարմինը չեն գողացել, որտեղ հենց այդ ժամանակ, երբ որ մտան գերեզման եւ զինվորները բոլորը տեսան, որ մարմինը չկա Հիսուսի, շփոթություն էր եւ ինչ նրանք տեսել էին Հիսուսը հարություն է առել, բայց փողով կաշառեցին զինվորներին այդ ժամանակ, որպեսզի ասեն գողացել են մարմինը, բայց ուշադիր լսեք։ Այդ ծալած կտորը, որ մեկ կողմ դրած է, հանգիստ կարգ ու կանոնի գործողության նշան է։ Այսինքն, եթե գողը մտնում է մարմինը գողանալու, ինչ է անջատվում, կարող ենք մի հատ նայել ձայները։ Եթե գողը մտնում է ինչ որ մարմինը գողանա, նա ժամ չունի, որ ինչ որ կտորները ծալի կամ ինչ որ մեկ կողմ դասավորի նոր գնա, նա արագ մարմինը կառնի ու կհելնի, հա? Բայց ստեղ մենք տեսնում ենք այդ ծալած վարշամակը խորհուրդն է հանգիստ կարգ ու կանոնի գործողության։ Երրորդ օրինակը, որ կուզեմ տամ, էլի շատ կարևոր է, որ կուզեմ ուղղակի ուշադիր լսենք, որ հասկանանք։ Երբ որ հրյա տղաները գնում են ինչ որ աղջկատուն աղջիկ ուզելու, առաջի բանը ինչա կատարվում, երբ որ տունն են մտնում եւ եթե հավանում են աղջկան, դուրս հելնելուց այդ կտորը, այդ վարշամակը ծալում են, դնում են մեկ կողմ, այսինքն նշանակում է պատրաստվիր, հետ եմ գալու, հավանել եմ քեզ։ Ինձ համար երրորդ օրինակը կատարյալ օրինակ է, որը որ ես չեմ ասում, որևէ ամեն մարդ տարբեր կարծիքներ ունի, սա անձնական իմ կարծիքն եմ ասում, որ երրորդ օրինակը ես ավելի խորը վերցրեցի, ինչու, որովհետև աղջկան հավանում է եւ ասում է հետ եմ գալու, չէ՞ հրյա տղան։ Հիսուսը հավանեց իր կնոջը, իր աղջկան, իր եկեղեցին, որը այսօր մենք ենք։ Եվ գիտեք, ինչպես եղբայրս այսօր աղոթեց, ստիպողական չէր, նա սիրահարվեց, նա սիրեց, նա կամեցավ եւ դրա համար իր կյանքը տվեց, հոժարակամ թողեց ինքը երկինքը գահը եւ եկավ երկրի վրա, որպիսի ինչ անի, որպիսի փրկի իր կնոջ, իր հարս, իր եկեղեցին։ Եվ Հիսուսի այս խորհուրդը, որ վարշամակը մեկ կողմ ծալած դրած է, նշանակում է մեկ բան, վերադառնում եմ։ Հրաշալի է, մենք ցնծում ու ուրախանում ենք Տիրոջ առջև, որ մեր Տերը մեզ փրկել է, հարություն է առել եւ այսօր մենք ունենք փրկություն, արդեն իսկ փրկված ենք, բայց սուրբերի համար, եկեղեցու համար, սուրբ, որ ասում եմ, սրբվածների, Հիսուսն է սրբել ու արդարացրել մեզ իր այրունով։ Մենք որ մեզ նայենք կվախենանք, բայց երբ որ մենք նայում ենք այրան խորհուրդը, մենք հասկանում ենք սրբված ու արդարացած ենք Հիսուսի այրունով։ Այսինքն ով կարա էլ մեզ մեղադրի, ով կարա գնա չարախոսի մեր մասին, ոչ ոք, որտեղ միակի առջև մենք արդեն արդարացած ու կատարյալ ենք դիտվում, ամեն։ Երկրորդ խորհուրդը, որ իմ համար շատ կարևոր էր, ինչու էր նրա կտավները մեկ կողմ գցած։ Թույլ տվեք բացատրեմ խորհուրդը։ Կտավները դա մահվան խորհուրդներ, մահն էր փաթաթված դրանով, Հիսուսը մահվան հետ առհասարակ կապ չուներ։ Եվ դրա համար ուղղակի այդ շորը մեկ կողմ էր գցած,
անտեսված ու արհամարված ումից հարություն առած Քրիստոսից։ Այդ կտավները իրեն պետք չէին, որովհետև ինքը հենց մարմնով հարություն է առել, ինքը կենթանի Աստված է, ամեն։ Թույլ տվեք ընթերցեմ Պողոս առաքյալի խոսքերը Առաջի Կորինթացիս 15:54 համարում, ասում է մահը հաղթության մեջ ընկղմվեց, այսինքն փչացավ։ Ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, մահը պարտվեց։ Մահը այլևս ոչ մի զորություն, իշխանություն չունի Աստծո սուրբերի վրա։ Թույլ տվեք ավելի խորը գնամ։ Պատճառը, որ Հիսուսը գերեզման չուներ եւ ընդամենը Հիսուսը բարո էր անում այդ գերեզմանը, որովհետեւ Հիսուսը չէր մնալու երկրի վրա։ Հիսուսը աշակերտներին արդեն զգուշացրել էր. ես կմահանամ, կխաչվեմ, կչարչարվեմ, կմահանամ։ Սա արվում է ձեր փրկության համար, բայց երրորդ օրը բոլորդ ինձ տեսնելու եք։ Եվ տեսան։ Հայտնվեց բոլորին։ Պատմությունը շատ երկար է, շատ խորն է, արդեն ոմանքը շատ լավ գիտենք, տարիներ է այս մասին խոսվում ու քարոզվում է։ Իհարկե նորերը կան, մենակ մեկ բան բռնեք ու իմացեք։ Հիսուսի գերեզմանի դատարկ լինելը այսօրվա մեր հաղթանակի տոնն է։ Այսօրվա մեր հաղթանակի տոնն է։ Մեկ բան է նշանակում դատարկ գերեզմանը, հաղթություն, հաղթություն։ Շարունակեմ պատմությունը, հետ գամ պատմությանը։ Պետրոսը եւ մյուս աշակերտը, երբ որ տեսան գերեզմանը դատարկ է, թողեցին ու վերադարձան։ Բայց մեկը կար, մնաց այնտեղ։ Դա Մարիամն էր։ Մարիամին կհիշեք, Մարիամը մի անառակ կին էր, ում մեջից դևեր էր Հիսուսը հանել, այսինքն անարգված, անտեսված մի անձ էր։ Այսօր շատերը կարող է Աստծո մեջ քայլում են եւ մտածեն, ասեն, ես արդեն հոգեվորն եմ, լավ կարգավիճակում եմ եւ տեսնեն ինչ որ մեկը, որ այցելում է, դեռ մեղքի մեջ է, դեռ տկար է, դեռ հասունացած չի հոգեվոր եւ ծուռ նայեն այդ մարդկանց, որ ախր սրանից ինչ հոգեվոր է, որ եկեղեցի է գալի, զգուշացեք։ Ինչպես անցած շաբաթ ասացի, զգուշացեք, դրսևանց մարդկանց չդատեք, որովհետեւ Աստված դուրսը չի նայում, ներսն է նայում եւ կարող է այդ մարդը, որ քո աչքին շատ մեղավոր է ու արժան չի Հիսուսի փրկությանը, ասեմ ավելին, Հիսուս հենց դրանց համար է եկել։ Հիսուս եկել է ամենազզվելի կարգավիճակում գտնվող մարդկանց համար։ Հիսուս ասեց, առողջները իմ կարիքը չունեն, այլ հիվանդները իմ կարիք ունեն։ Այսինքն նրանք, ովքեր իրանցից մի բան են կարծում, որ իրանք այնքան ճիշտ են ապրում, դրա համար են փրկվելու, սխալվում ենք։ Որովհետև փրկությունը ոչ մի ձևով կապ չունի մեր ապրուստի ու մեր գործերի հետ։ Փրկությունը ձրի պարգևա Քրիստոսից պարզապես հավատքով։ Հավատում ենք, խոստովանում ենք, բերանով դավանում ենք, սրտում ենք հավատում, ապաշխարում զղջում ենք, մենք փրկվում ենք Հիսուսի շնորհքով։ Ընթացքը ոնց կապրենք սրբության ճանապարհին, Հիսուս մեզ կշտկի ու կառաջնորդի։ Մենակ սիրտդ ուղիղ ընդունի Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ։ Չգաս շահի համար, չգաս ինչ որ մեկին մի բան ապացուցես, որ ես եկեղեցի եմ գնում, որ այնքան որ հեղինակություն ունենաս, որ դու հոգևոր ես։ Արի պարզապես անկեղծ, բաց սրտով ասա Տեր, ես եմ ու ես քեզ սիրում եմ ու քո հետևից եմ գալի։ Մաքրի ինձ։ Հիշում եք, երբ որ Պետրոսը հանդիպեց Հիսուսին առաջի անգամ, առաջի բանը, որ ասաց, ինձանից հեռու գնա, որովհետև լույսը մոտեցել էր ու ինքը իր պղծություններ տենում եւ ասաց, ես արժան չեմ քո հետևից գամ։ Հիսուս ասաց, հետևից սարի, այսուհետև ոչ թե ձուկ կորսաս, այլ մարդ կորսաս։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, յուրաքանչյուրս կանչված ենք որպես մարդ որսողներ։ Մենք յուրաքանչյուրս պետք է գնանք դուրս եւ մարդկանց ասենք, փրկություն կա,
որ այս կյանքով չի ավարտվում կյանքը, հավիտենական կյանք կա։ Գիտեք ինչպես երեխան մոր փորի մեջ, երբ որ ինքը դեռ փորի մեջ է ծնված չի, եթե իրան բացատրես այդ ջրից դուրս, ջրի մեջ է, չէ երեխան, այդ ջրից դուրս կյանք կա, կասի խենթ են, սրանք ոնց կարելի անեն, որտեվ այդ է իր ապահով տեղը։ Այսօր մենք մեր ապահով տեղը, այս աշխարհն է, մենք ամեն բան ստեղ լավ լինի։ Չենք հասկանում, որ սրանից դուրս մենք ծնվել ենք երկնային հավիտենական կյանքի համար։ Եվ այո, կյանք կա հավիտենական։ Մի անգամ, երբ որ ես քարոզում էի պապայիս, ասեցի, խնդրում եմ ապաշխարի Տիրոջը ընդունի, փրկվի, խոսում էի հետը, ինձ ասեց, «Էտով ա քեզ ասել, էտով ա երկնքից եկել ասել կյանք կա հավիտենական»։ Ասի հենց ինքը Հիսուս։ Հենց ինքը Հիսուս երկնքից եկավ մարդացավ, որ մեզ երկինքը արժանացնի։ Աստծո որդին ծնվեց մարդուց, որ մարդուն Աստծուց ծնի։ Եվ այսօր մենք ինչու ունենք այդ համարձակությունը, ինչու ենք քայլում այդ համարձակության մեջ, որովհետև Աստծուց ծնված ենք, որովհետև ունենք հավիտենական կյանք երկնքում։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր, շատ տխուր։ Պատկերացեք 3 օր լացած, ուղղակի պատկերացրեք, դժվար չի պատկերացնելը, աչքերը ուռած։ Մարդը, որ երկար լացում է, աչքերը, տեսողությունը տելա, չէ, մի տեսակ սենց խավարում։ Լացած, աչքերը խավարած, պատկերացեք, ունդեղ կանգնած է։ Մի պահ կռանում է եւ նայում է գերեզմանի մեջ։ Հանկարծ տեսնում է այնտեղ 2 հրեշտակներ, մեկը գլխի կողմը, մեկը ոտքերի կողմը նստած են սպիտակ սավաններով եւ նրան հարց են ուղում, ասելով այս խոսքերը. Կին, եթե կարելի է Ռոզի քրոջը մի պահ կանչեք, թող մի հատ հսկի սա, լավ։ Ասում է ով կին, ինչու ես լացում։ Եվ Մարիամը նրան պատասխանում է հետևյալը, ասելով, որովհետև իմ Տիրոջս վերցրել են ու չգիտեմ ուր են տարել։ Այդ պահին երբ այս պատասխանը տալիս է հրեշտակներին, շուռ է գալիս ու տեսնում է կողքին Հիսուսը կանգնած։ Բայց գիտեք, ինչպես ասացի, տարբեր մեկնաբանություններ կան, բայց ավելի մի տեսակ խորհուրդը ավելի հասկանալի է մեզ համար, որ մտածենք լացել էր աչքերը, լավ չէր տենում, այնտեղ էլ դեռ հլը մութ էր, հա, չճանաչեց։ Չի ճանաչում, որ դա Հիսուսն է իր կողքին կանգնած։ Եվ նրան կարծում է, թե պարտիզպանն է եւ այս խոսքն է ասում։ Ասում է, կներեք, Հիսուսն է իրան հարցնում, կին, ինչու ես լաց լինում, ում ես փնտրում։ Եվ նա պատասխանում է Հիսուսին առանց ճանաչելու, ասելով այս խոսքերը. Տեր, ի նկատի ունի պարտեզպանին, այդ ժամանակ այդպես էին խոսում, Տեր, եթե դու ես նրան վերցրել, այսինքն եթե դու ես Հիսուսի մարմինը այստեղից վերցրել, ասա որտեղ ես դրել, որպեսզի գնանք վերցնենք նրան։ Եվ այդ պահին Հիսուսը ընդամենը մեկ բառ նրա անունն է տալիս, Մարիամ։ Մեկ բառ, հնչյուն, մոտեցում, եւ նրա աչքերը միանգամից բացվում է եւ նա ճանաչում է, որ իր առջև կանգնածը այն Հիսուսն է, որ իրան խոստացել էր, որ 3-րդ օրը հարություն է առնելու։ Եվ նա շուռ է գալիս, եբրայերեն նրան դիմում է Ռաբունի, որը նշանակում է վարդապետ։ Եվ նրան ասում է Հիսուսը, ինձ մոտիկ չգաս, որովհետև դեռ իմ հոր մոտ չեմ բարձրացել։ Բայց գնա ու իմ եղբայրներին ասա, ստեղ մի պահելի կանգառնեմ, մի հատ ավելի խորը բացատրեմ։ Հիսուս, եղբայրները այնտեղ տան մեջ նստած բոլորը աղոթում են գիշեր ցերեկ ու սպասում են քո հարությանը։ Պատկերացեք ուղակի, ողջ ժողովուրդը այնտեղ հավաքված սպասում էին Հիսուսին։ Դու բոլորին մեկ կողմ ես դրել ու երևում ես, այցելում ես Մարիամին։ Դեռ հələ որ նայում եք սկի իր մարմինը իրավունք չունեին, դիպչեին, որտեղ դեռ հոր մոտ չի գնացել ինքը։ Այսինքն այդ պահը կանգնացրել է, որ այցելի մի հատ տկար անձի։ Դուք ստեղ սեր նայեք,
դուք ստեղ ողորմություն ուղակի հասկացեք, թողել է ամեն բան ու այցելել է Մայրամին, էնել հլա ամեն բան մի կողմ դրած կնոջ, որ ամենաանարգվածն է, կնոջ է այցելում, ու այդ կնոջն է պատվիրում, ասում է Մայրամ գնա ու իմ եղբայրներին ասա, խոսքերը լսեք ստեղ, ես իմ հոր և ձեր հոր մոտ եմ գնում, ստեղ տեսնում ենք մեզ ձուլում է իրա հետ, մեզ մեկ անում իրա հետ, այսինքն մենք իրա հետ հավասար ենք դառնում հոր հետ, դուք հասկանում եք ինչ է արել Հիսուս մեզ համար, այս խորհուրդն է, որ պետք է եկեղեցին հասկանա, եթե եկեղեցին հասկանա ինչ է Հիսուս արել իրա համար, երբեք նույնը չեք մնա, պատրաստ կլնեք գլխատվեք էլ մեռնեք էլ Հիսուսի համար, որտև այդ խորհուրդը, որ հասկանում ես, ուղղակի քո մարմինը չի դիմանա այդ մեծ սիրուն, ասում է գնա նրանց ասա, ես գնում եմ իմ հոր և ձեր հոր մոտ, իմ Աստծո և ձեր Աստծո, հավասար է մեզ իրան անում, այսքան կրոններ ուսումնասիրել եմ, երբեք ոչ ոք չի կարող համեմատվել Աստծո հետ, կրոնները ուշադիր լսեք, կրոնները մեզ ժամանակավոր դաստիարակելով պահում են, բայց Աստծո հետ հաղորդակցությունը, Աստծո հետ սերը, մեզ հավիտենական երջանկություն, ուրախություն ու խաղաղություն է պարգևում, որ ամեն ժամանակ երբ թշնամին գալիս է, երբ քո ականջին շշնջում է դու արժան չես, դու լավը չես, դու մեղ գործեցիր, քո փրկությունը կորցրիր, դու ես արիր, դու են արիր, դա կրոնն է, բայց Հիսուս ասում է ես քեզ սիրում եմ հավիտենական սիրով, ոչինչ, ոչ մի բան, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ ոք չի կարող ինձ բաժանել քո սիրուց, նա իր հարսին հավիտենական սիրով է սիրում, և մեր արդարանալը, մեր սրբվելը ու մեր կատարյալ երևալը հոր առջև, նա մեզ ծանոթացնում է մաքուր ու սուրբ, տղաները տանում են ծնողներին ծանոթացնում են, չէ իրանց սիրած աղջիկների հետ, Հիսուսը մեզ համար մահացավ, իր արյունով մեզ լվաց ու մաքրեց, սրբեց ու արդարացեց և հոր առջև մաքուր կանգնեցրեց, սա է իմ ընտրած աղջիկը, սա է իմ ընտրած հարսը, Հայր, փրկիր նրանց, տուր նրանց հավիտենականություն, որ կբնակվեն մեր տաճարում, հավիտենական տաճարում, խորանում, որը որ խորանը հենց ինքը Քրիստոս Աստվածն է, ամեն, այսօրվա քարոզի վերնագիրը, շատ սիրուն կերպ վերնագրեց Սուրբ Հոգին սրտումս, Քրիստոսի հարությունը մեր հաղթանակն է, եկեք փառք տանք Հիսուսին, Մատթեոս 28:6 համարում ասում է, նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես որ ասել էր, Հիսուսը իր հարություն առնելով կանգ չառավ, այսօր մեզ էլ է խոսք տվել, մեզ էլ ասաց, գնացեք ողջ աշխարհը, քարոզեք բարի լուրը, որ Աստծո թագավորությունը հասել է, որպեսզի ապաշխարեն և փրկվեն մարդիկ, որովհետև ետ եմ վերադառնում, երբ Տեր նրանց ժամ է իր տվել, նրանց ասել է իր 3 օր, բա մեր օրերը, մեր ժամանակները երբ իմանան գալու ես, ասաց, ինչպես որ կնայեք երկինք և կտենաք երկինքը անպամած, կիմանաք, որ վաղը անձրև է գալու, ասաց, երբ որ կտեսնեք նշանները, որոնք էին այդ նշանները, երկրաշարժներ, երկրաշարժի համբավներ, պղծությունը կշատանա, այնտեղ չարությունը կշատանա, այնտեղ տարբեր տեսակի օրինակներ է Հիսուս տալի, ասաց, երբ որ այս ամենը կտեսնեք, բայց վերջը երբ է Տեր, երբ որ կտեսնեք ողջ աշխարհով տիեզերքով մեկ ավետարանը կքարոզվի, վերջը եկել է, այսինքն Հիսուսի վերադարձը մոտ է, հիմա կարող է ինձ ասեք, բայց Pastor, ախր
երկար ժամանակա դարերից եկած ասում են վերջնա Աստծո ժողովուրդ այս ամենը այս վերջի 20 տարվա մեջ ավելի արագ աճում ու զորանում է նշանները հիմա որ մենք նայենք 20 տարի առաջ ու այսօր նաև կատարվում է Մարգարեի խոսքերը որ վերջի ժամանակներում տեխնոլոգին չափազանց կբարձրանա այսօր այն օրը լսել եմ որ ինչ որ մեկին օպերացիա է արել ռոբոտը խենթանալ կարելի է, հա, ոնց կարելի է ռոբոտը օպերացիանի, բայց պատկերացեք տեխնոլոգին։ Եթե տարիներ առաջ քեզ ասեին FaceTime-ով կարող ես այստեղից Հայաստան խոսել, տարիներ առաջ էսի քան տարի է որ այդ հնարավորությունը կա, հա մենք կմտածեինք խենթությունա, ոնց կարելի է այստեղից այնտեղ մեկին տեսնելով խոսել։ Ձենը լսում ես այնե կտրվելով, ուրա մնաց դեմքը իրար ազատ տեսնելով։ Այն ինչ որ կատարվում է այսօր այս ամբողջ իրար գումարելով մեկին գումարած մեկ տեսնում ենք երկու Հիսուսի գալը մոտ է հիմա եկեղեցին մեկ բան պետք է անի պատրաստվի Հիսուսին դիմավորելու որովհետև երբ Հիսուս գա յուրաքանչյուր անձ որ իր կյանքը Հիսուսին է տվել հափշտակվելու է հափշտակության մասին շատ քիչ են խոսում որովհետև մարդիկ կան չեն հասկանում բայց թույլ տվեք ասեմ իրական իրադարձություն է լինելու եկեղեցին հափշտակվելու է ինչա դա եկեղեցին վերցվելու է երկրի վրայից եւ այլևս Սուրբ Հոգին այստեղ չի մնալու որ մնացածին օգնի Սուրբ Հոգին մեզ է տանելու երկինք իր հետ բայց մնացած նրանք ովքեր կմնան կյանքի մահվան գնով են Հիսուս ընդունելու պատկերացեք հիմա Սուրբ Հոգին մեր մեջ է ես երբ որ մի բան եմ ուզում սխալ անեմ մեկը շշնջում է Այն որ ջղայնացած եմ, հա, խոսք ունակ, երեխու վրա կամ մեկի վրա ուզում եմ մի բան գրեմ, արագ տեքստ եմ, մեկը Սուրբ Հոգին շշնջում է, ջնջիր, ջնջում եմ, բայց ժամանակով ասելու ջնջիր, այսինքն մարդը իր կյանքի մահվան գնով է հասնելու երկինք, պատվենք Սուրբ Հոգուն, որ մեր մեջ է հիմա, աչքերով չենք տեսնում նրան, բայց խոստանում եմ ձեզ այս խոսքերը ինքը հիմա այսպես դաջում է սաղի սրտերի վրա, Եվ այս խոսքերը թեկուս կանցնի օրեր, տարիներ, հա, մեր սրտերում է մնալու։ Մենք այս խոսքերը վերհիշելու ենք, ինչու որտև Սուրբ Հոգին է տվել։ Ամեն։ Եթե Քրիստոսը հարություն չի առել, դա մեկ բան է նշանակում, որ մեր հավատքը ապարդյուն է։ Այսինքն իզուրի ենք մենք Հիսուս պաշտում։ Մենք ինչ ենք հասկանում Քրիստոսի հավատքի անկյունակարը նրա հարությունն է նրա հարությունով է որ այսօր ողջ հայազգը ընդունեց քրիստոնեություն իհարկե վերջի ժամանակների ժամանակակից հավատացյալները շատ դառը կերպով են Հիսուս պաշտում որը որ փառք չի բերում Տիրոջը որտեղ Հիսուսին հավատում են միևնույն ժամանակ հավատում են ուրիշ բաների ես նայում եմ քրիստոնյա իմ ազգը հա հայ ընտանիքները որ social media Instagram նայում ես հայ երգիչներ կամ որևէ բան նայում եմ իրանց տներում դրված է ինչ է դրա անունեն Բուդայի արձանը ու մտածում եմ ասում Տեր իմ Աստված խաչը դռան վրա Բուդայի արձանը գետնին այսինքն ինչքան մոլորված ու շփոթված է իմ հայ ազգը Ոնց կարելի է համեն ցմփորին կներեք պաշտեն, համ Հիսուսին պաշտեն, դու կամ Հիսուս ես պաշտում կամ ոչ ոքի, ամեն։ Ես մի քիչ շատ անկեղծ եմ, հա, խոսում, եւ չեմ վախենում, որովհետեւ դրանք բոլորը սուտ ու փուջ մարդկանց ձեռքով ստեղծած կախարդություններ են, թույլ տվեք ասեմ։ Միակը, որ բան չապացուցեց Բան չթողեց մարդիկ անեն, ինքը արեց, ամեն բան այս խաչի վրա, միայն նա է փրկությունը։ Եվ այսօր, որովհետև Հիսուս հարություն է առել, այս հավատքը կենթանի Աստծո հավատքն է, կենթանացնող փրկող հավատքն է, ամեն։ Որովհետև նա հարություն է առել, այսօր եկեղեցին ժողովուրդը մեկ տեղ հավաքված տոնում է հաղթանակը ինչի դեմ,
մեղքի եւ մահվան նկատմամբ։ Ամեն։ Աստված իր խաչի գործով, իր հարությունով վերափոխեց ողջ մարդկության պատմությունը, որ մարդիկ մատաղներով եւ տարբեր կերպերով ուզում էին Աստծո աչքին արդարանան, ոչ մի բան, ոչ մի ձևով չկարողացավ նրանց արդարացնել, բացի մեկը, որ մեր համար մատաղ եղավ, եւ դա հենց ինքը Քրիստոս Աստվածն է, ամեն։ Հարության, կներեք, հարությունը պարզապես պատմական իրադարձություն չի, այլ ներկայիս իրականություն։ Ես ուզում եմ յուրաքանչյուրս կենտրոնանանք հարության վրա այսօր, որտեվ հենց հարությունն է, որ փոխեց ամեն բան մեր կյանքերում, ամեն։ Ինչը հաստատում է Հիսուսի աստվածային էությունը, ապացուցելով, որ նրա խոսքերը, խոստումները ճշմարտությունն են, ասեց եւ արեց, ամեն։ Նա տվեց մեզ նոր ապագա իր հետ, երկրի վրա եւ հավերժության մեջ։ Այստեղ մի կարևոր հարց եմ ուզում ուղղեմ բոլոր եկեղեցուն, իհարկե կարամ ավելի շատ ասեմ բոլոր նորեկներին, հա, եւ միևնույն ժամանակ համացանցով մեզ բոլոր դիտողներին։ Հարցումս հետեւյալն է. Քրիստոսը հարություն է առել, բայց արդյոք այդ Քրիստոսը քո սրտում հարություն առել է։ Այսինքն նա քեզ իր հետ հարություն տվել է, այսինքն քո այդ մեռած կարգավիճակներից դու արթնացել ես, թե դեռ շարունակում ես դառը կյանք ապրել տխրության, մթության, մեղքերի մեջ։ Եթե չէ, ուրեմն քո համար դեռ պատմություն է հարությունը։ Այսօր այն օրն է, որ ես քաջալերում եմ քեզ, Քրիստոսին ընդունես Տեր ու Փրկիչ ու թույլ տաս, որ նա ոչ միայն քեզ համար լինի պատմություն, այլ քո սրտում հարություն առնի, որ քո մութ կարգավիճակը, քո դառը կարգավիճակը, քո մեղքերի մեջ բնակվելը լիովին ազատվի քեզանից, այսինքն դու ազատ անոթ, ազատ մարդ դառնաս նրա մեջ։ Ես ձեզ խոստանում եմ, եթե Հիսուս քո մեջ հարություն առնի, դու նույն մարդը չես մնա, չես կարող մնալ։ Որովհետև կենթանի Աստված, Սուրբ Հոգի Աստված, որ բնակվում է մեր մեջ, մենք չենք կարող դարձյալ մնալ դառը, մենք չենք կարող դարձյալ մնալ նույն կարգավիճակներում։ Առաջի բանը հաղթահարում ես բոլոր թշնամիներիդ, որտեղ արդեն քո մեջ բնակվող ավելի զորավոր է, քան աշխարհինը։ Որովհետև դու տենում ես հաղթանակը քո Քրիստոսով, որ երբ որ քո ընտանիքը կոտրված, ջարդված այսօր կառուցվում է, երբ որ քո անձդ կոտրված է, դու դեպրեսիաների, տխրության մեջ ես, մի հատ գերբնական խաղաղություն ու ուրախություն է իջնում մեջդ։ Շատ անգամ նստել ու մտածել եմ, կարող ես ինչ բան արել եմ դրա համար այսքան խաղաղությունի մեջ, կարող ես ոչ, դա գերբնական է, ինչքան ուզես հասկանաս, չես հասկանալու, որովհետև դա ներքուստ քո մեջ կատարվել է ուղղակի Հիսուսի շնորհքով։ Կարանք ասենք ամեն։ Առաջի Կորինթացիս 1:18 համարը։ Ուշադիր լսեք, մի կարևոր բան եմ ուզում ձեզ ասեմ։ Աշխարհը խաչը դիտում է, երբ որ աշխարհին հարցնես խաչը ինչի խորհուրդն է, շատերը այն դիտում են հիմարություն, ինչպես գրված է։ Առաջի Կորինթացիս 1:18 Քանզի խաչի քարոզը կորցվածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար դա Աստծո զորությունն է։ Աստծո ժողովուրդ, ուշադիր նայեք, հոգևոր ժողովուրդը, երբ որ մենք հոգևոր աչքերով վերևից նայենք խաչին, թեկուզ հոգևոր կարգավիճակում մենք նրան նայում ենք տանջալից, ինչ որ պատիժ չէ խաչը, դե փայտի վրա կախված է, ինչ է պատիժ, խոսում է դաժան մահի մասին, բայց եթե մենք մի պահ երկնքից վերևից նայենք այդ խաչին, այս խաչը այն թուրն է, որով Հիսուս կտրեց սատանայի ամեն տեսակ դիվային մահվան զորությունը մարդկության հավատացող ժողովրդի վրայից։ Այսինքն մենք նայում ենք այն տանջալից մի բան, բայց Աստծո տեսանկյունից այն թուր է,
որ կտրեց մահը, կտրեց ամեն անեծք, ամեն ցավ, ամեն չար կարգավիճակ ջարդեց ու փչացեց այս թուրով, որը խաչն է, ամեն, փառք Հիսուսին, Հիսուսի դատարկ գերեզմանը վերջնական ապացույցն է, որ մահը պարտվեց, վերջնական ապացույցն է, մեղքը պարտվեց, ամեն դիվային ուժեր, զորություններ պարտված է Աստծո ժողովրդի ոտքերի տակ։ Երբ սատանան ուներ իրավունք, որ կարողանում էր տիրեր իմ ամուսնու և իմ միջև, այսինքն պատներ, պատ շարեր, որպիսի ամուսինների այն, որ Աստված էր միավորել, քանդեր ու փչացներ և իրար թշնամի տեսնեինք, ոչ թե պատերազմեինք սատանայի դեմ, այլ իրար դեմ, խաչի գործը քանդեց այդ պարիսպը, այդ կառուցած սատանայի պարիսպը և այսօր այն զորություն չունի մեր վրա, ինչու, արդյոք ես ճիշտ բան արեցի կամ Արմանը ոչ, նրա արած գործով, երբ որ չմերժեցինք բարի լուրը, երբ որ ընդունեցինք նրան, և այդ խաչը ջարդեց ու քանդեց ամեն պարիսպ, որ սատանայից կառուցված էր իմ ու իմ ամուսնու միջև, հասկանում եք, այս նույնը կարող է անի ձեր համար, եթե ձեր ընտանիքներում սատանան պարիսպներ է բարձրացրել և այդ պարիսպները քո ու երեխուդ բաժանումն է, քո ու ասեմ ընկերոջդ բաժանումն է, կամ քո ու ընկերուր, չգիտեմ, հարազատների միջև, եթե սատանան է բարձրացրել, Աստված իր խաչով կքանդի այն, բայց եթե, ուշադիր լսեք, բայց եթե դու ես դա կառուցել քո կամքով, խոնարհվելով թշնամուն, ուրեմն դու պիտի ապաշխարես, դու պիտի զղջաս, դու պիտի իսկապես խոնարհվես Աստծո ոտքերի մոտ, որ դա զորություն ու ազդեցություն ունենա քո կյանքում, ամեն։ Կարանք ասենք Հիսուս բարի է, մեր Քրիստոս Հիսուս, թագավորների թագավոր տերերի տերը, ալֆան և օմեգան, սկիզբը և վերջը, միայն նա է կրում դժոխքի և մահվան բանալիները, այսօր նրա ձեռքում է դա, թույլ տվեք ապացուցեմ, հայտնություն 1:17 համարը Հովանեսին տրված պատգամը, Հիսուս ես խոսքերն է ասում Հովանեսին և գրել է տալիս, որ փոխանցի սուրբերին, եկեղեցուն, մեզ, մի վախեցիր, ես եմ առաջինը ու վերջինը և ողջը, այսինքն կենդանի Աստվածը, ես մեռա և ահա կենդանի եմ, հավիտյանս հավիտենիս, թող եկեղեցին ասի ամեն, և ունեմ դժոխքի ու մահվան բանալիները, այսինքն ինչ ենք հասկանում Հիսուսի այս խոսքերից, ամեն իշխանություն, ամեն զորություն, նրան տրվեց երկնքում և երկրի վրա, թող ամեն ծունկ ծռվի նրա առջև, քանի ուժ չի, և ամեն բերան թող դավանի նրան Տեր ու Փրկիչ, որպեսզի արժանանա պատվով տոնելու այսօրվա հաղթական օրը, կարանք ասենք ամեն,